Շիրակի մարզպետարանի դիմաց խմբված բողոքավորները մեր ուշադրությունը գրավեցին առաջին հայացքից, քանի որ սովորաբար Գյումրիում քաղաքացիները, մասնավորապես երիտասարդները, հեռու են իրենց բողոքի ձայնը մասսայական արտահայտելուց։ Սակայն այսօր երիտասարդները, որոնք ներկայացնում էին մի քանի հասարակական կազմակերպություններ, ավելի քան պատրաստակամ էին։ Նրանց ակցիան ընդհանուր իմաստով կոչվում էր «Մեր երկիրը առանց սովի»։ Դեմ ենք պարոնամետրիկի կամայական գների բարձրացմանը եւ այո ենք ասում տեղական արտադրությանը գյուղմետրիկների։ Ուստի ով որ միանում են, գրվում է անուն ազգանունը, համապատասխան ստիկերները, պոստերներին է կպցվում եւ այդպիսով ունենալով համապատասխան քանակություն կազմավորվում է մի հատ փաթեթ համատեղ միջազգային կազմակերպությունների եւ ուղղվում է կառավարություն։ Խնդրեմ նայեք ցղտիկները, մենք գրանցում ենք այն բոլոր մարդկանց անուն ազգանունները, ովքեր դեմ են գների աճին։ Այսօր մեր երկրում 20 րոպեին սկսել ենք, հիմա մենք մարզպետարանից պետք է քայլենք մինչև քաղաքապետարան, դեռ կարծեմ 30-40-ից ավել կա, մի 20 րոպեվա մեջ։ Գների աճը առկա է ամեն օր, 10 դրամով, 20 դրամով, ամեն առավոտ խանութ մտնելիս մենք նոր գներ ենք տեսնում։ Կառավարությունը իր կարգավորող ուղղակի դերը կատարել չի կարող կամ չի ուզում, դժգոհում էին բողոքավորները։ Այս առօրյա բարենները, որոնք մենք ամեն օր ձեռք ենք բերում, օր-օրի կարող է իջնենք գնելու, տեսնենք, որ այսօր գինը լրիվ ուրիշ է, քան երեկ էր։ Ոչ կատարյալ մրցակցության պայմաններում այսօր պետությունը կարգավորիչ դեր չի կատարում։ Մենք ուղղակի պետք է ասենք պետությանը, որ կարգավորի գները ու չթողնի, որպեսզի տնտեսավորող սուբյեկտները կունենան քեր շահույթներ։ Հայաստանում սովի ու աղքատության հիմնական պատճառը մենաշնորհն է, ազատ մրցակցությունը բացակայում է, իսկ տեղական արտադրողը չի կարող առանց լրացուցիչ օժանդակության գոյատևել եւ սնանկանում է։ Իրենց կարծիքներին արտահայտում ակցիայի մասնակիցները։ Այսինքն եթե տվյալ անձը կառավարության հետ մասնակից է, այսինքն իրենց փաթեթի որոշակի մեջ մասնակցություն ունեն, իրենք պաշտպանված են։ Իսկ այն մարդիկ, որ ուղիղ զուտ մրցակցության պայմաններում են շուկա եկել եւ պետք է մրցակցեն, պաշտպանված չեն։ Այնուհետև մասնակիցները սկսեցին քայլել քաղաքի կենտրոնական փողոցներով, նրանք իրենց հետ տանում էին նաև ցուցանակներ, մակագրված ոչ սովին, ոչ գնաճին, սատարենք տեղական արտադրողին։ Գնաճն է ստիպել բնականաբար, ինչ է անելու այն խոցելու խումբը, եթե օրեցօր այս գների կամայական բարձրացումը լինի։ Դրա համար փորձում ենք մենք այդ փոքրինչ օգնել ու մասնակցել այս ամեն ինչին։ Ձեթ օրինակ 800 դրամով կառները մի 1100 է։ Ադիկ պիսոկը հնդկացորենը 900 դրամ, առաջ 450 դրամ էր։ Այդպես բան չկա երևի, որ թանկացած չեղնի։ Ընթացքում բողոքավորներին միանում էին նաև անցորդ շատ քաղաքացիներ, ովքեր ոչ միայն ստորագրում, այլև միանում էին երթին։ Եվ սպառողական զամբիոնը քիչ, եւ աշխատանքային աշխատավարձը քիչ։ Դրա համար ես ակցիան կազմակերպել են, մենք էլ մասնակցում ենք ակցիային, բողոքն ենք հայտնում մեր։ Որ լավ չենք ապրում, քիչ ենք ստանում, աղքատությունը շատ է։ Ես ինչքան գիտեմ, ցածր աշխատավարձը հիմնականում պետք է լինի 32500 դրամ օրենքով, այսինքն։ Սակայն այդպես չէ, որովհետև ես գիտեմ մարդիկ, որոնք աշխատում են ընդամենը 5000 դրամով, 10000 դրամով։ Մեր այս ակցիան մի նպատակ ունի, որ կառավարության ուշադրությունը հրավիրենք նաև մարզերի բնակիչների վրա։ Նրանց բացատրենք, որ Հայաստանը միայն Երևանը չէ, շարունակեց Էլեն Գինեցյանը։ Եթե Հայաստան են ասում, հասկանում են հենց Երևան։ Այնտեղ ճիշտ է, ես չեմ ուզում ասեմ, թե մեզ ընդհանրապես մատնել են ինչ-որ անուշադրության, բայց ոչ մեկի համար էլ նորություն չէ, որ Երևանը շատ ավելի բարվոք վիճակում է գտնվում, այնտեղ աշխատատեղերը շատ ավելի հեշտ են հայթայթում մարդիկ եւ այո, աշխատավարձն էլ շատ ավելի բարձր է եւ ավելի լավ են ապրում, քան Գյումրիում։ Երթի մասնակիցները դժվարանում են ասել, թե ինչ կտա նման մասսայական միջոցառումների անցկացումը մարզերում կամ լսելի կլինի արդյոք նրանց ձայնը։ Նրանք վստահեցնում են, որ նման ակցիաները Գյումրիում շարունակական են լինելու։ Քրիստինա Մկրտչյան, Համբարձում Պապոյան, Գալանյուս։